Կասեք, որ փուլում է հայ-ադրբեջանական կարգավորումը։ Մենք գիտենք Նրանից հետո այն ամենից հետո ինչ տեղի է ունեցել։ Մենք գիտենք, որ համաձայնեցումից հետո, այդ կետերի համաձայնեցումից հետո խաղաղության պայմանագրի նախագծի Ադրբեջանը հավելյալ պահանջներ է առաջ քաշել Մինսկի խմբի լուծարման հայտը Հայաստանի կողմից եւ սահմանադրության փոփոխություն ըստ էության երկու կետերի հետ կապված էլ, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի Հայաստանի իշխանությունները ընդունել են այդ նախապայմանների կատարումը առանց ժամկետներ նշելու եւ այդ ամբողջ ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը էապես ավելացել է գիտենք որ սահմանին կան կրակոցներ, որոնք իշխող ուժի ներկայացուցիչները ասում են որ դրանք թիրախային չեն, այսինքն հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժը կրակում է, բայց դա Հայաստանի դեմ չէ ուղղված, այսպես են ներկայացնում եւ ըստ էության գործընթացը այդպես չէ, կրակում են մարդկանց ուղղությամբ տների վրա։ Դե նախ դրա փաստն էլ կա առնվազն մեկ դեպքի օրինակով, որ կրակել են տան ուղղությամբ, բայց հայ-ադրբեջանական սահմանին կրակոցը ուրիշում է ուղղված, այսինքն թիրախը եթե Հայաստանը չի ով է Դե շատ է եղել։ Ինչպես կարելի է դատել։ Ժամանակին ես հիշում եմ 90-ականների վերջին հայկական կողմը օդ էին կրակում միշտ խոչապ առաջացնելու այն բնակավայրերում, ովքեր սահմանին կամ շփման գծին մոտ են։ Դե դա այսինքն խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման տեղ չի թողնում։ Այսինքն եկանք նույն հարցին, որ կարգավորումը այդ փաստաթղթում չի, այլ ուրիշ տեղ է։ Բացարձակապես կարգավորումը այնտեղ չէ եւ Ադրբեջանը կարծում եմ այս պահին նպատակել չունի իրական քայլեր ձեռնարկելու այդ փաստաթուղթը ստորագրելու, անգամ այն պայմաններում, որ այդ փաստաթուղթը ամբողջ ծավալով բխում է Ադրբեջանի շահերից, գլխավորապես, անգամ այդ պայմաններում նման մտադրություն իրենք չունեն։ Որ բխումը պետք է ստորագրի, ուրեմն ինչ կա։ Ուրեմն կարելի է չի բխում այդ։ Ուրեմն կարելի է ավելին ստանալ, որովհետև խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում առնվազն տպավորություն է ընդհանուր ստեղծվում, որ հարաբերությունների կարգավորումը նորմալ հունով է ընթանում, իսկ իրենք այդպես չեն համարում։ Իրենք համարում են, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները եւ ցանկացած նման քայլ խաղաղության պայմանագրի ստորագրում, որը կարող է զսպիչ դեր հանդիսանալ Ադրբեջանի համար, իրենց համար ձեռնտու չէ։ Հիմա գիտեք տեղի է ունենում մի գոլանի ֆուտբոլ, այսինքն չկա երրորդ կողմ արբիտր չկա եւ տեսնում են, որ Հայաստանը շարունակաբար զիջում է դիրքերը եւ հետեւաբար ինչու էլ ավելի առաջ չգնալ։ Ադրբեջանի իրական փորացավը սահմանադրությունն է, որի մասին ասում եք, թե միջանցքը։ Ոչ բնականաբար, հիմնական թիրախը ես կարծում եմ միջանցքն է, ճանապարհը եւ Ադրբեջանը այդ նպատակին հասնելու համար տարբեր միջոցներով ճնշումների է ենթարկել հայկական կողմին, սկսած 2021-22 թվականի ագրեսիաներից։ Երեք Ալիևը ասում էր, որ մենք արդեն Իրանով ճանապարհը կառուցում ենք, այսինքն այդ տարբերակը Հայաստանի հետ միջանցքի կարծես անցել է, հրաժարվել են, թե ոչ։ Ես կարծում եմ ոչ, որովհետև Հայաստանի տարածքով Ադրբեջանի կողմից պահանջվող ճանապարհը հենց Իրանից կախվածությունը նվազեցնելն է։ Իրանով կարող է ճանապարհը կառուցվել եւ այդպես էլ մնալ, բայց դա շարունակաբար կախվածություն է ապահովում Իրանի նկատմամբ, որովհետև Նախիջևանը իր տնտեսական ինտեգրացիայով կապվում է Իրանի հետ, Իրանի սուվերեն տարածքի կամ իրավունքը պետք է հարգել, Հայաստանի դեպքում կարելի է չհարգել։ Դե առնվազն Հայաստանը 20 թվականի պարտված կողմն է եղել եւ ստանձնել է պարտավորություն անարգել ճանապարհ տալու, իսկ Իրանով անցնող ճանապարհը անարգել չէ։ Անարգել, անխոչնդոտ Հայաստան, կարծես նոյեմբերի 9-ում գրված է։ Նոյեմբերի 9-ում գրված է, թե կա նաեւ այդ 17 կետանի փաստաթղթում անխոչնդոտ ճանապարհ։ Ոչ, փաստաթղթում չի քննարկվել ընդհանրապես այդ հարցը ճանապարհի իմաստով, եղել է կոմունիկացիաների ապաշրջափակման ձևակերպումը, որը դուրս է բերվել, որը իդեպ նոյեմբերի 9-ով էլ կա, բայց խաղաղության պայմանագրի քննարկումների ընթացքում չգալով փոխադարձ համաձայնության որոշվել է, որ պետք է ընդհանրապես այդ հարցը չքննարկել եւ ստացվում է երկու պետություն միմյանց հետ հարաբերություններ են կարգավորում անունը դնում խաղաղություն, բայց կոմունիկացիաները չեն ապաշրջափակվում, միմյանց չեն անխոչնդոտ ճանապարհն ու միջանցքը նույն բանը չեն, այսինքն։ Կարծում եմ, այստեղ ձևակերպումները պետք է դիտարկել կիրարկման
իմաստով։ Դե անխոչնդոտ նշանակում է պետք է ադրբեջանական բեռը Հայաստանով անցնի գնա, որը մեկը խոչընդոտելու իմ ունեցած տեղեկություններով, երբ 22-23 թվականներին բանակցվում էր ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի միջնորդությամբ, բոլոր տեխնիկական հարցերը համաձայնեցվել էին, նկատի ունեմ մաքսային ռեժիմ, ինչպես անցումը պետք է լինի, այդ անարգելությունը ինչպես է դրսևորվում, անվտանգությունը ինչպես է ապահովվում, եւ բանակցությունները կանգնել են այն ժամանակ, երբ Հայաստանը, հայկական կողմը ասել է, որ ռուսական ԱԴՑ ծառայությունների ներկայության այնտեղ իրենք դեմ են, որպես անվտանգության վերահսկողությունը իրականացնող մարմին, այն ինչ որ գրված է նոյեմբերի 9-ում, եւ սկսել են այլընտրանքային լուծումներ առաջարկել Ադրբեջանին, որոնցից յուրաքանչյուրը Ադրբեջանը մերժել է եւ ասում է, որ ոչ նոյեմբերի 9-ով այսպես է գրված, մենք հենց այսպես էլ պահանջում ենք։ Այսինքն Ադրբեջանը հիմա էլ կհամաձայնի, եթե ռուսները վերահսկեն այդ ճանապարհը։ Այո, Ադրբեջանի հիմնական պահանջը սա է, բնականաբար իրենք կցանկանային, որ չլինի։ Ադրբեջանցիները պահանջում են ռուսներին տալ ճանապարհը։ Ադրբեջանցիները պահանջում են, որ երրորդ կողմ ապահովի դա, եւ եթե ոչ ռուսները, բնականաբար իրենք երջանիկ կլինեն, որ դա լինի թուրքական կողմը, Թուրքիայի ներգրավվածությամբ, բայց ինչ որ մեկը իրենց կարծիքով պետք է ապահովի անվտանգությունը։ Հիմա այստեղ ռուսական ծառայություններից բացի եթե դիտարկենք եվրոպական կամ ամերիկյանը, խնդիր ենք ունենում Իրանի հետ, որոնց հարաբերությունները ակնհայտորեն հիմա գնում են լարման եւ այս իմաստով բնականաբար իրենց համար ընկալելին կլիներ դա, բայց այլ հարց էլ կա։ Այս ձևակերպումները օգտագործելով իրենք հաջողանում են ռուսներին, որ ի վերջո մենք մնում ենք այս փաստաթղթի շրջանակներում եւ Հայաստանն էլ սրան չհամաձայնելով այդ ռիսկերի բեռը սկսում է կրել։ Ես չգիտեմ, եթե Հայաստանը օրինակ ասեր, որ համաձայնեմ, ԱԴՑ-ին հրավիրում եմ այստեղ, արդյոք դա կփոխեր Ադրբեջանի դիրքորոշումը։ Հնարավոր է իրենք փորձեին այստեղ էլ խուսանավել, բայց առնվազն ռուսների միջնորդության պարագայում ավելի բարենպաստ դիրքերում չէին հայտնվի։ Վստահ եք, կխուսանավեին, կհրաժարվեին Ադրբեջանը։ Կարծում եմ նման հավանականություն կա, որ կփորձեն, եւ երջանիկ կլինեին, որ դա չլիներ։ Կարծիք կա, որ ամեն ինչ անում է փակի Արցախի հարցը։ Տորպեդահարում է բոլոր այն կառույցները, ովքեր հիշում են Արցախը, հատկապես Եվրոպայի հետ հիմա սրված է Բաքվի հարաբերությունները եւ Ալիևը դա չի էլ թաքցնում։ Իսկ դա հնարավոր է։ Հայկական թողնենք հայկական, ընդհանրապես դա ընդունենք որպես միջազգային այնպիսի մի խնդիր, որը միայն մեր երկրում չի եղել։ Պարոն Ասականյան, առանց հայաստանյան իշխանությունների աջակցության փակել այդ հարցը պարզապես հնարավոր չէ, որովհետև հիմնական շահառու Եթե անգամ Երևանը ուզենա կարող են փակել այդ հարցը։ Եթե Երևանը ուզենա այդ հարցը փակել եւ աջակցի փակման հարցում, այո, իրենք կարող են փակել։ Եվ Երևանը 23 թվականից սկսած, եթե ոչ 22-ից գնացել է այդ հարցի փակման ճանապարհով, ասելով, որ ես այս հարցի հետ կապված այլևս որևէ ասելիք չունեմ։ Անկամ իրավունքների պաշտպանության հարցը, պարզապես անձանց իրավունքների մի կողմ է դրել։ Դե չկա Արցախը, արցախցիներն էլ Հայաստանում են։ Եվ եթե հայկական իշխանությունները չեն պահանջում վերադարձի իրավունքը, ապա այդ հարցը ստացվում է փակվում է։ Եվ եթե իրատեսական բան եք ասում, եթե պահանջի Երևանը ենթադրենք պահանջում է, վաղվանից ամեն օր պահանջում են վերադարձ։ Ոչ թե իրատեսական, այլ ես կարծում եմ դա մեր բանակցային ֆոնդի միակ լրջագույն գործիքն է Ադրբեջանի հետ ինչ-որ փոխադարձ համաձայնության գալու առնվազն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, որովհետև ստացվում է, որ Արցախի հայաթափումից հետո հիշում եք ժամանակին Թուրքիան ասում էր կբացենք սահմանները 5 շրջանները վերադարձնեք, Ադրբեջանը ասում էր 5 շրջանները վերադարձնեք, հարաբերությունների կարգավորման կգնանք։ Հիմա փաստորեն իրենք ամբողջությամբ Արցախը կլանել են, բայց ոչ Թուրքիան է սահմանը բացում, ոչ էլ Ադրբեջանն է գնում հարաբերությունների կարգավորման։ Ինչու՞, որովհետև մենք այդ դիրքերը շարունակաբար զիջել ենք։ Այլ բան, որ հիմա հայկական իշխանությունները վախենում են ընդհանրապես որևէ պահանջ հնչեցնել, ինչու, որովհետև միջազգային ասպարեզում այս հարցում մնացել են մեն-մենակ։ Ամբողջությամբ միայնակ, այսինքն եթե մենք ասենք, որ գիտեք, դե ռուսները իրենք թողեցին, գնացին եւ այլն, եվրոպական կողմի ներգրավվածությունն էլ այս պարագայում չկա։ Ընդհանրապես հիմա որևէ միջնորդություն հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա, եթե իհարկե դա Թուրքիան չի։ Թուրքիան կա։
կա եւ լուրջ ներգրավվածություն։ Եթե ռուսները նորից ստանձնեն Արցախի պաշտպանության, անհավանական բան եմ ասում եւ ոչ իրատեսական, Երևանը պետք է փոխի իր մոտեցումը բանակցային։ Ես հակառակը կասեի, նախ Երևանը պետք է իր մոտեցումը փոխի, ապա պահանջի ռուսներից մոտեցման փոփոխություն, որովհետեւ պահանջի Երևանը պետք է պահանջի Արցախայցյան վերադարձի իրավունքի կիրառումը, ինչու առնվազն այն պատճառով, որ Ադրբեջանը ինքն է պահանջում արևելյան Ադրբեջանի Ռուսական կողմը արցախցիներին վտարելու ժամանակ մի փամփուշտ չկրակեց։ Ռուսաստանից կպահանջեն Արցախի որովհետև հայկական կողմը արդեն իսկ փոխել էր իր դիրքորոշումը այն մասով, որ մենք այս խնդրի փայատեր չենք, կան ռուս խաղապահներ, ուզում են ապահովեն անվտանգություն, թող ապահովեն, չեն ուզում թող չապահովեն։ Գիտեք, խնդրի հասցեատերը եկեք ֆիքսենք, Հայաստանն է եղել եւ այսօր էլ կա։ Արցախի խնդրի պահանջատերը չի եղել Արցախի իշխանությունը։ Ձեր նշած Հայաստանը պարտվել է այդ պատերազմին։ Որից հետո Արցախահայությունը վերադարձել է իր բնորան ռուս խաղապահների ներգրավմամբ։ Այդ ինչպես եղավ, որ պարտությունից անմիջապես հետո 100 եւ ավել հազար մարդ վերադարձավ իր բնորան, բայց պատերազմի ավարտից 3 տարի անց մենք հասանք այնպիսի իրավիճակում, որ անգամ ծպտուն չենք անում իրավունքների պաշտպանության մասով, ասենք ի վերջո այդ մարդկանց տների վերադարձի իրավունքը կարող ենք պահանջել, թե չենք կարող։ Այդ օրին հասանք եւ այդ օրին հասանք ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը ել ավելի հզորացավ, մենք ել ավելի թուլացանք, այլ որ մենք մնացինք Ադրբեջանի հետ դեմ դիմաց, մենակ, որովհետեւ ռուսական կողմից մենք հրաժարվեցինք, իսկ եվրոպական կողմը այդպես էլ որևէ ցանկություն ավելի շատ ներգրավելու չցուցաբերեց։ Ազատության հրապարակի ակցիաները սոցիալական են թե քաղաքական։ Կարծում եմ առաջին հերթին սոցիալական են, որովհետեւ գիտենք, որ բյուջեում այսօր կան լրջագույն խնդիրներ եւ նպաստների կրճատումը Արցախայցյան մեկ խնդիր է լուծում այդ դեֆիցիտը կրճատել եւ ինչու հենց Արցախայցյան հաշվին, որովհետեւ իրենք չունեն ընտրելու իրավունք Հայաստանում։ Սա է ամբողջ հարցը։ 26 թվականին Իսկ ունեք տեղեկություն, ինչու չեն ուզում Հայաստանի քաղաքացի դառնալ արցախցիները։ Գիտեք, յուրաքանչյուրը իր պատճառն ունի, որովհետև այդտեղ փախստականի կարգավիճակի հարց է առաջանում, այսինքն իրենք դադարում են լինել փախստական, եթե ընդունում են Հայաստանի քաղաքացիությունը, դա յուրաքանչյուրի անհատական որոշումն է, բայց այդուհանդերձ եկեք ընդունենք, որ Հայաստանում ապրելու հեռանկար չեն տեսնում այդ մարդիկ։ Դե այս պայմաններում Հայաստանի իշխանությունների վարվող քաղաքականության պայմաններում կարող են իրենք տեսնել հեռանկար, եթե հայաստանյան իշխանությունները եւ իրենց սպասարկող մեդիան ամենօրյա ռեժիմով ատելություն են սերմանում Արցախայցյան նկատմամբ։ Ինչքան էլ մեր համար դա ցավալի է, իրենք դա տեսնում են եւ զգում են։ Հիմա ինչպես կարող են ապագա կապել, եթե այս խնդիրը կա։ Դրա հետ կապելը չգիտեմ ինչքանով է ճիշտ, ատելության ով ինչ է տարածում, բայց մենք խոսում ենք ավելի գլոբալ հարցի մասին։ Արցախը չկա, Արցախցին Հայաստանում է։ Ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը։ Այդ մարդկանց ճակատագրով պետք էր զբաղվել 23 թվականից եւ ամեն ինչ անել իրենց ինտեգրել հայասարակության մեջ նաեւ սոցիալական իմաստով։ Հիմա ինչու է կրճատվում այդ անձանց նպաստը, այդ աջակցությունը, այլ ոչ մի շարք այլ աջակցության ծրագրեր։ Ինչու, որովհետեւ իրենք չունեն 26 թվականին ընտրելու իրավունք։ Հետևաբար իրենց դժգոհությունը չի ազդի իշխանության ձայների վրա։ Եթե ազդեր իշխանության Դուք քաղաքական ասպեկտներ նկարտեն։ Ակնհայտ է, որ իշխանության որոշումը հենց այս էր։ Գիտեք, ամեն օր ասում են, որ հայտարարագրման ենթակա անձանց 10,000 արդեն դիմում են տվել եւ ստացել են, չգիտեմ, քանի միլիոնի չափ փոխհատուցում, մի քանի 100 միլիոնի չափ փոխհատուցում։ Այդ ինչ սոցիալական ծրագիր է, հայտարարագրում ես գույքդ փոխհատուցում ես ստանում, ինչի։ Կարող է չունես դրա անհրաժեշտություն, չես փոխհատուցում ստանում, բայց այն մարդկանց, ովքեր որ իրապես սոցիալական ծանր պայմաններում են, իրենց աջակցությունը կարելի է կրճատել։